Բարոցս հարգելի դիտողներ, լուծենք վերջնախաղեր տարադաշտ փղերով, հասկանանք նման վերջնախաղերի դիրքային առանձնահատկությունները։ Դաս 30-ի բոլոր տրամագրերում պետք է հասնել ոչ ոքի, առաջինում քայլը սպիտակներինն է։ Տեսնում ենք, որ սև զինվորները փորձելու են իրար պաշտպանելով ներքև իջնել, սևերի պլանավորումը հասկանում ենք, որ փորձելու են զինվորներից մեկը փոխարկել թագու, նաև արքան են փորձելու հասցնել դրանց օգնելու համար, եւ առաջին քայլը խաղում ենք փիղ D6, ստիպելու համար զինվոր C4 քայլը եւ տեսնում ենք, որ սև դաշտերը թուլանում են։ Դրանից հետո կանգնում փիղ E5-ում եւ արդեն քանի որ փղերը տարբեր գույների են, չեն կարողանում իրար հարվածել, արդեն արքա D7-ից հետո էլ կգանք արքա F2, արքան կանգնելով D4-ում կամ փիղը կանգնելով D4-ում, այսպես հետևելով սևերի քայլերին, կանենք խաղը ոչ ոքի։ Օրինակ սև արքան եթե փորձի հասնել B4-ով դեպի C3 զինվորը առաջ խաղացման, սպիտակ արքան ավելի շուտ կհասնի այս դաշտերից մեկը չթողնելու համար։ Այսինքն պետք էր ստիպել զինվորին քայլ կատարել, թուլացնել սև դաշտերը եւ արքայով մոտենալ արգելակելու սև զինվորների առաջ խաղացումը։ Երկրորդ տրամագրում արդեն սևերը պետք է արգելակեն զինվորներին։ Տեսնում ենք, որ եթե ստիպեն զինվորը խաղալ C4, սև դաշտերը կթուլանան։ Զինվորը ստիպելու համար C4 գնալուն փիղ F6 եւ փիղ A5 քայլերն են երևում, սակայն փիղ F6-ը ճիշտ չէ, որտեղ D4-ին զինվորը արդեն կլինի պաշտպանված եւ կլինի առաջ խաղացում։ Խաղացվում է փիղ A5 C4, արքա E5, արքա G2, փիղ C7, որպեսզի արքայի D4 իջնելու դեպքում չկարողանա տակարքան բարձրանալ եւ զինվորին փորձի վերև ուղարկել թագուհու։ Երրորդ տրամագրում փիղ C2 կամ փիղ F7-ն են որպես առաջի քայլ երևում, սակայն փիղ C2-ը ճիշտ չէ, որովհետեւ արքա A3-ին կհաջորդի B3-ը, այլ փիղը չի կարող վերցնել զինվորին, արքան պաշտպանում է, զինվորները աստիճանաբար առաջ կշարժվեն, իսկ արդեն փիղ F7-ին երբ գնում է արքա A4, խաղացվում է արքա C2 եւ արդեն B3 քայլը չկա։ Փղի պաշտպանելու պատճառով եւ այս երկու զինվորները չեն կարողանում փոխարկվել թագուհու։ Չորրորդ տրամագրում սևերը սպառնում են խաղալ H3 իրենց քայլի դեպքում, զոհաբերել զինվորը, արքան կեղանա H3, արքան կվերցնի F3-ը եւ շե զինվորը կիջնի թագուհի, դրա համար սպիտակներն են կատարում զոհաբերություն, E7, փիղ E7 եւ փիղ E6-ով թույլ չտալիս H3 քայլը, այսպիսով զինվորներ պակաս խաղը ավարտում ոչ ոքի։ Ամփոփելով նշված 4 առաջադրանքները, սրանք տիպային դիրքեր էին տարադաշտ փղերի, դիրքային առանձնահատկություն, որ փղերը իրար չեն հարվածում, չնայած որ կողմերից մեկը զինվորներ պակաս էր, այս դրությունը թույլ էր տալիս այնպեսի դասավորություն ստեղծել, որ կարգելափակվեր զինվորների առաջ խաղացումը։ Գիտենք, որ վերջնախաղում կողմերը ցկտում են զինվորը փոխարկել թագուհի եւ այդ արգելակումը վճռորոշ դեր ունեցավ։ Դաս 31-ում արդեն դիրքեր են, որտեղ արդեն ուժեղ կողմը կարողանում է հաղթել։ Հիմա տեսնենք, թե դա ինչպես է հնարավոր։ Նկատում ենք փիղը ծանրաբեռնված է, որովհետև J7-ն է պաշտպանում զինվորի առաջ խաղացումից եւ A5-ին է պաշտպանում, բայց սպիտակները կարողանում են զոհաբերել J7 փիղ J7, վերցնել արքա A5 եւ քանի որ զինվորները իրարից հեռու են, արքան եւ փիղը չեն հասցնում երկուսին էլ չթողնել թագուհի մտնելու եւ կլինի ազինվորը կբարձրանա, փիղը կփորձի ինչ-որ ձև խոչընդոտել, արդեն արքան կհասցնի մյուս զինվորին մոտենալ եւ օգնել փոխարկելու։ Երկրորդ տրամագրում տեսնում ենք, որ B7 քայլը չկա, փիղը պաշտպանում է, կա գեղեցիկ քայլ զինվոր B3, ստիպում ենք սևերը վերցնեն AB, A զինվորը շարժվում է առաջ եւ արդեն B զինվորին պաշտպանելով անգամ փղի վերցնելու դեպքում տեսնում ենք, որ զինվորը հաջորդ քայլում կբարձրանա թագուհի, փիղը D4-ում կանգնած չթողեց զինվորի առաջ խաղացումը։ Երրորդ տրամագրում տեսնում ենք փիղը զինվորին պաշտպանում է եւ հակառակն է տեղի ունենում։ Այստեղ սպիտակները պետք է ստանան անցունակ զինվոր, խաղացում է G5, HG, արքա G5, փիղը անում է ինչ-որ սպասողական քայլեր եւ արդեն սպիտակները բարձրանում են, զինվորին կզոհաբերեն փիղ C3-ից հետո անգամ խաղացվի արքա G8, զինվորը կզոհաբերվի H8-ում, արքան հետ կհասնի պաշտպանելու D6 զինվորին եւ արքան ստիպված կհեռանա եւ զինվորը կմտնի թագուհի, սպիտակները խաղը կհաղթեն։ Չորրորդ տրամագրում տեսնում ենք, որ սպիտակները փորձում են զինվորը փոխարկել թագուհու, սևերը կարողանան խաղալ D3 անկյունագիծը կբացվի, դրա համար սպիտակները ճիշտ քայլ պետք է փորձեն կատարեն, դա զինվոր C4-ն է, արքա C4-ին տեղի ունենում փղի գեղեցիկ զոհաբերություն, փակվում է զինվորի ճանապարհը եւ արքա D3-ին արդեն
սպիտակները հասցնում են փոխարկման։ Ամփոփելով երկու դասերը, որտեղ մեկում փորձեցինք ոչ ոքի անել, մյուսում հաղթել, երկուսում էլ նույն տարադաշտ փղերն էին, բայց զինվորային դասավորության առանձնահատկությունը թույլ տվեց մի դեպքում հաղթել, մյուս դեպքում ոչ ոքի փորձել անել, ուշադրություն ենք դարձնում վերջնախաղերում արկաների ակտիվությանը եւ զինվորների թագուհի փոխարկվելու հնարավորություններին։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։